Ay Alex. Arihla. Sancatek. Es թողանք։ Լսում եմ։ Այլա կամերայի մոտ քեզ բան եմ հարցնեմ։ Հարցրա։ Ուրախ ես, որ հանդիպել ես պարոն Փաշինյանին։ Հա, ուրախ եմ, որ հանդիպեմ պարոն Փաշինյանի հետ։ Երազում էիր, որ իրան տենաս։ Հա, երազում էի, որ իրան տենայի։ Դպրոցում էիր ուզում իրան տենաս։ Հա, Ասել էին պետք է գա դպրոց։ ով։ Պարոն Փաշինյանը։ Հա, Բա հետո եկավ, թե չէ։ չէ, հետո մեր մոտ չեկավ, բայց մեր մոտ կգա էլի փաստորեն։ Փաստորեն։ Բա դու այդքան շատ ուզում էիր, որ իրան տենաս։ Շատ եմ ուզում իրան տենամ դե դպրոցում։ Հա, բայց քաղաքը այսօր տեսար, չէ։ Քաղաքում այսօր տեսա, դպրոցում չտեսա։ Հետո նկարվեցի։ Հետո նկարվեցի, դու էլի ինձ նկարել։ Հա, գիտեմ, նկարդ բա ուր դրիր։ Դասարանի չաթում ես դու փոխել էլի։ Հետո ինչ ասիր։ Ասի բան Փաշինյան ջան, ձեզ լավ Չէ, հետևում եմ։ երեխեքին որ չաթ գցեցիր, ինչ ասիր։ Ես, ասի երեխեք, ես ձեր նկարեմ գցեր ու վсё։ Ասիր, ում ես հանդիպել։ Ասի երեխեք հանդիպեմ պարոն Փաշինյանին ու վсё։ Այսինքն այսօր գումար լավ օր էր։ Հա, այսինքն իմ համար լավ օր էր։ Վсё, ընտիրա։ Ընտիրեր Մագնիսը Փաշինյանը Մագնիս տվեց իմ շացիերի բաժանորդներ ու Պեչենի պապաս ազանգեմիա ձերքի ես ռվամ, հա։ Վայ, Փաշինյանի էջում էլ կաս դու հրես հետևորդները նոր գրում էին։ Հա։ Ես գնամ հետո։ Ով ազանգել։ Պապաս, Մի քիչ հետո հետ զանգից հավտանեմ, ես դեռ նկարում եմ։ Դե լվա ձեռքերը դու գնա, հա, Ալեքս, ես ուզում եմ հանգիստ նկարեմ։ Հա, լվանա ջուրս կվեմ։ Դե շտարա, հա։ Սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ քանիսն աստվածին։ Հա, եթե պապան զանգել է, ուրեմն 10 անցա, 10:08 րոպե մեր մոտ է, 9:08 րոպե Պսկովի ժամն է, հայ գիտի, հա, այն օրերը, որ գնում էինք Պսկով, մազերս մի քիչ հարդարած վիճակում չի, լվացած, վարսահարդարած պիտի գար այսօր, այն էլ օրը տեղափոխվեց վաղը, ինչև է, սրա մասին չի, որ ուզում եմ ձեր հետ խոսամ, գնա դե դուրներ փագի սրտիկս, թեպետ դուրը փագես բաց ես, գորուսողությունը արտակարգա լսելու ես, ուրեմն ուզում եմ այս ինչ-որ անում եմ չնախատեսված էր, որովհետև օրվա վլոգս նկարել եմ, առանձին փոքր վլոգ նկարել եմ, շորցել եմ տեղադրել, զուտ իմ Ալեքսի խնդրանքով, քանի որ ով լավ, վայ ես ինչքան շատ SMS-ներ եմ ստանում, շնորհակալ եմ ես, զուտ դրա խաթեր ես այս փոքրիկ նկարահանումը ուզեցա կատարեմ, որ դուք էլ հանգիստ կգնաք, ես էլ հանգիստ կգնայեմ, թեպետ եւ ես հանգիստ եմ, ուղղակի ձեր այդքան ուշադրությունը չեմ ուզում սենց բարձի թողի վիճակում անեմ, վաղվա վլոգի հետ էլ չեմ ուզում խառնեմ, որովհետև վաղը ամսի 12-ն է, իմ համար մի շատ լավ օր է, իմ սիրուն մամայի ծննդյան օրն է, շատ հետաքրքիր պլաններ ունեմ, շատ հուսով, Ալեքս, այ տղա, գնային մի սենյակ եմ խոսա, դուրն էլ փագի, շատ հետաքրքիր մտահղացումներ ունեմ, տենանք, ինչը կլինի, ոնց կլինի, չգիտեմ, ամեն ինչը եղանակի հետ է կապված, կարամ սենց ասեմ, համել պիտի որ մի քիչ էլ մորոս սրտով լինի, էլի, ինչքան ուզում ես ուզենամ ստեղ գնամ, ընդեղ գնամ, ցանկությունը մորինս պետք է լինի,
ու հասկանանք ինչ ենք անում, բայց այս պահին դրա համար չի, որ ուզում եմ ձեզ հավաքեմ իմ շուրջը, ոնց միշտ եք իմ շուրջը, մեր շուրջը, ուրեմն այսօր ես իմ համար դե գիտեք տանը նստած, այ հիմա էլ Սուսաննա Խաչատրյան, ես չգիտեմ թե քանի, երևի մի 100-նանց SMS-ներ եմ այսօր ստացել, որպիսի այդ քանին չի լինում էլի, որ անհատապես պատասխանեմ, այս պահին էլ Սուսաննա Խաչատրյանն ինձ SMS ուղարկեց, մեկը 11 տարբեր սոցկայքերում մեզ տեսել եք մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, թաքցնելու բան էլ չի, որ թաքցնեմ, սովորական մարդ ենք, ամենքս մեր կարծիքն ունենք, ամենքս մեր գաղափարն ունենք, ու այս փոքրիկ զրույցը, որ ուզում եմ ձեր հետ ունենամ, զուտ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնեմ ձեզ, էսա կասեմ, թե ինչի համար, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, գիտեն, որ ես քաղաքականությունով չեմ զբաղվում, որովհետև դա իմ խելքի բանը չի, եթե մի մարդ փորձի զբաղվի քաղաքականությունով, կամ պետք է լավ քաղաքագետ լինի, կամ էլ ինչ-որ մի կուսակցության պատկանա, ես ոչ նա եմ, ոչ էլ նա եմ, ես Հայաստանի Հանրապետության մի մասնիկն եմ, ազատ, անկախ քաղաքացի եմ, ով ունի փոքրիկ ընտանիք, ով ունի մի գտնված երազ, ով ունի մի թանկ բալա, չեմ ուզում շատ մանրանամ, որին շատ դժվար օրերով եմ լուսաշխար բերել, դրանից հետո էլ շատ դժվար եմ պահել, մեծացրել, հասցրել այսօրվան։ Շատ երկար բարակ ճանապարհ անցնելուց հետո շատերի համար ծիծաղելի կթվա, շատերի համար քննարկելի, այն որ թողում են իրանց էջերում քննարկեն մեզ, ուրեմն իրանք էլ են իրանց հետ համակարծիք, դա պարզից պարզ երևում է, բայց իմ համար միևնույնն է, սիրելի հետևորդներ ջան, որովհետև ես ունեմ ձեր նման լավ հետևորդներ, իմ նման ուղի անցած մարդիկ մի քիչ ավելի շատ ինձ կհասկանան, իսկ այն մարդիկ երևի թե խոսքս ճիշտ եմ էլի ձևակերպում, ում համար սենց կուտեղի վրա դրած բերում մատուցում են, իրանց համար կարող է մի քիչ տարօրինակ հնչի։ Ես իմ ամբողջ կյանքը մինչև այս պահը ներ եմ դրել իմ ընտանիքի, իմ նպատակի, իմ երազանքի համար, իմ նպատակը, իմ երազանքը, իմ կյանքի փափագը եղել է մայրանալը, ու ես մայրացել եմ, ունեցել Ալեքսիս, իմ ու ձեր շատ սիրելի Ալեքսին, ու տարիներ անց, երբ որ երեխան մեծանում է, երբ որ արդեն երեխան սկսում է կայանալը, երբ որ երեխան արդեն սկսում է հասկանալը անցուդարձից, կյանքից, այն ամեն ինչից, ինչը որ կատարվում է մեր Հայաստան աշխարհում, լավից վատից կարողանում է հասկանա մի երեխա, ով տարին 2 անգամ գնում է ամիսներով, մի ամիս ուղիղ, ուղղակի 2 անգամով Երևան, վերականգնողական թերապիաների, մի ամսով էլ գնում ենք ջերմուկ, էլի նորից թերապիաների, ու շատերդ եք նկատել, որ ես մեր օրը գունավոր դարձնելու համար ինչքան ուժս պատում եմ, ինչքան առողջությունս ներում եմ, ինչքան ֆինանսս ներում եմ, ես Ալեքսին օրվա 2-րդ կեսից միշտ հանել եմ, տարել եմ, պտտել եմ,
ու իր ինտելեկտը զարգացրել եմ։ Հիմա փառքաստու Աստծուն փառք, շնորհակալ եմ ամեն ինչի համար, գիտեք, միշտ ասում եմ, առաջընթացը շատ կա, դեռ ավելի շատ էլ ելնելու է, ու արդեն երեխեն գալիս է այն աստիճանի, այն շրջանումա, որ տրանսպորտի օգտվելուց էլ ինձանից լավ գիտի, թանկու էժանից էլ լավ գիտի, ու այս քաղաքական թոհու բոհերին էլ ինքը շատ հետևողական։ Ես չեմ արգելում, որովհետև այս տարիքում ձևավորվում է երեխայի եսը, ինքնավստահությունը, ինտելեկտը, ներաշխարը, լավ ու վատ տարբերելը, ինչու՞ չէ նաև սխալվելը, այն ամենա ռուսերեն լեզվով ասած ինքը պատրասկովի возрастը չէ, ու երբ որ մենք ավելի շատ սկսեցինք տրանսպորտից օգտվելը, ես զգացի, որ իր ուղղությունը, հետաքրքրությունը շեղվում է դեպի քաղաքականություն, դեպի, ոնց ասեմ, դեպի ուրիշ աշխարհ, որտեղ որ ինձ ավելի քիչ ոցկում քան Ալեքսին, որովհետև իմ պրոբլեմներն այնքան շատ են, իմ մտածմունքներն ու անելիքներն այնքան շատ են, որ ես այդքան ազատ ժամանակ չեմ ունենում խորանամ, ընկնեմ այդ քաղաքական թոհու բոհերի մեջ։ Շատ անգամ, երբ որ մենք գնացել ենք Ռիմա տատանց տուն, Ռիմա տատիկի հետ էլ Ալեքսս քաղաքականությունից շատ խոսացել, մի խոսքով, ու երեխու մեջ առաջացել է մի միտք, մի նպատակ, որ ես ուզում եմ տենամ պարոն Փաշինյանին։ Ես ոչ ասել եմ ուզի, ոչ ասել եմ մի ուզի, ոչ էլ ասել եմ չի կարելի, ինչի չի կարելի, մարդ է, մեր դիմացինն էլ է մարդ, մեկը վարչապետ, մեկը նախարար, մեկը սովորական, իմ նման տնային տնտեսուհի, այն մյուսն էլ բարձրաստիճան մի սպա, օրինակի համար, բայց բոլորս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, ու մի օր Ալեքսը դպրոցից տուն է գալիս ու ասում է, մամա, Փաշինյանը պետքա գա, Փաշինյան չասավ, պարոն Փաշինյանը պետքա գա, ես դե ինքը նայում է, լսում է, գալիս է ինձ հարցնում է, ասում եմ Ալեքս ջան, դա քեզ պետք չի, դու պուճուր ես այդ բաների համար, երբ որ հեռախոսում դե ամեն ինչը կա, ասում է մամա, ես ուզում եմ լսեմ, թողում ես լսեմ, ասել եմ, եթե ուզում ես լսի, ինչևէ, մեկ էլ, այո, իմացանք, որ պարոն Փաշինյանը պիտի գար դպրոց, երեխեքը սիրուն հագնված, ավելի աշակերտին վայել ձևով գնացին, ու այդ օրը իմ տղեն մի երեխի հետ խոսակցության մեջ էր ընկել, թեժ խոսակցության, որ Ալեքսն ասել էր Փաշինյանը չեկավ, նա էլ ասել էր եկավ, չուզեց քեզ տենա, ինչ որ սենց բաներ, իրանք երեխեք էին, իրար էին եղել, ու ինքը նեղված եկավ, թե մամա դու ինձ ճիշտն ասա եկել է, պարոն Փաշինյանը, ասում եմ չէ ոնց որ չի եկել, հա Ալեքս, հա էսա կզանգի, Տերա պապա, այդիշեր անուշ երասներ, ու դրանից են կողմ, մի խոսքով, այսօր ապրիլի 11-ն է, ու սիրելի հետևորդներ ջան, ես 100-ն ասեմ, դուք ավելը, ես 10-ն ասեմ, դուք 50-ը, մի խոսքով, շատ SMS-ներ ստացա, որ Անահիտ ջան, այդ ժամանակ վլոգ էի նկարում, այ վաղը կտենակ, ու երբ որ ես բարձրաձայնեցի, որ տանն ենք
դժվար թե կարողանանք տենանք, Ալեքս քեզ Ալեքս, ստեից ընդե պարզ լսում ա ինքը մտնի եթեր ու տենա, որ պարոն Փաշինյանը մեր տարածքը մամ ասմա շուտ արա, արի գնանք, դու չես հասկանում, ասմա, ես ուզում եմ, ես երազում եմ, որ իրան տենամ, իրա հետ նկարվեմ, ուրեմն վերևից անձրև ա գալիս, եղանակը դե գիտեք, ես իմ համար միտք չունեի էլի տանից դուրս գալու, առավոտը ինչ գործեր ունեի, արել է եկել տուն, սենց չլսելու դրի եկել ա փաթաթվել կյանքս, ցավդ տանեմ, մամա ջան, ախր դու ինչ չես լսում, էդ իմ երազանքն ա, բեր գնանք, ուշ իրան շուշուտ կուրտկեն հագել ա, առանց կոշկել, առանց բան, ընկել փողոցում էտա ոստիկաններ կային, հարցրեց, գնաց երեխեն, գնաց, լավ արեց, նկարեցի, տեղադրեցի, ես լավ գիտեի, ինչ ալնելու, ոնց ալնելու, որ արդեն իմունիտետ ունեմ, կոփված եմ, ոչ մի գրառում սենց խորապես այլևս ինձ ոնց ասեմ, որ մի քիչ սիրուն ասեմ, չի անհանգստացնում, տարբեր գրառումներ էի գրել, ուրեմն ոչ մի գրառումը չեմ ջնջել, բացարձակ, չեմ էլ պատրաստվում ջնջելու, մի գեղեցիկ անձնավորություն ճակերտների մեջ փորձել էր նկարագրել Ալեքսին ու մինչև ես այդքանը տեսել էի, սիրելի հետևորդներ ջան, այդ ինչ եք արել դուք, այդ ինչքան շնորհակալ եմ ես ձեզ, ժողովուրդ ապրեք, հայը պիտի այդ տեսակը լինի, հայը պիտի նամուսթասիբ ունենա իր ազգի այն դեռահաս սերունդի հանդեպ, նամուսթասիբ պիտի ունենա իմ մտածելակերպով իհարկե, մանկահասակների հանդեպ, ծերերի հանդեպ, մի խոսքով ու թե այդ ինչ կարգի դուք սիրում ու սիրելու եք իմ Ալեքսին, ես արդեն ոչ թե վստահ եմ, վայ, շատ վստահ եմ, ուրեմն զանգեր եմ ստացել տարբեր տեղերից, էլ Մոսկվայից, էլ իմ հարազատներից, էլ իմ ու ձեր շատ սիրելի տիկին Սիլվայից, Սիլվան ասում է, ես իմ համար տանը գործ եմ անում, եթերն եմ նայում, ասում եմ, յա, այս փոխվեց Ալեքսի վլոգն է, Ալեքսի ձենն եմ լսում, դրանից հետո Մոսկվայից զանգ եմ ստանում Ալեքսիս նախկին դասընկերոջ մամայից, Անիից, ասում է Անահիտ, այդ ինչ սիրուն ձևով Ալեքսը մոդիկացավ, տղամարդավարի, ինտելեկտը բարձր ու հարցնում ասում է դու էիր ուզել, թե ինքը ասում եմ անի ես ոչ մի բանից խաբար չեմ, ես իրան չեմ սովորացրել, ինքը ինչ ուզեց, ոնց ուզեց, ախր այս երեխեն մեծանում է, ախր ինքն ունի իրա կարծիքը, ժողովուրդ ջան, ապրեք, որ այդքան լավն եք, ապրեք, որ այդքան, ոնց ասեմ, պաշտպանել եք, հա, Ալեքսին, Միկին իրա կարծիքը թողել էր իմ էջում, իմ գամզուլակին փորձել էր նկարագրել ու այդ ինչ էի կարել դուք իրան, որի համար շնորհակալից այն կողմ ոչ մի բան չեմ ասի ու կասեմ ձեր վարձքը Աստծուց ստանաք, այո, Աստված ամեն ինչ տեսնում է, Աստված անմեղին երբեք անպատասխան չի թողնում, սիրելի հետևորդներ ջան, այդ ինչքան լավ եք, այդ ինչքան սիրուն բաներ եք գրել, ապրեք դուք,
Իսկ ինչ վերաբերվում է Ալեքսին, ինքը երեխա է, ինքը ունի ազատ մտքի իրավունք, ինքը ունի ազատ շփման իրավունք, քանի դեռ չեմ արգելել կամ ես, կամ էլ իրա պապան, անգամ իրա պապան ասավ, Այաննա, այդ ոնց եղավ, սելաս երեխան հեռախոսում տեսավ, մսի վաճառքի կետ կա, լավ ճանաչում ենք այդ մարդուն, այդ խանութի մոտ էր, մամա ասավ, ես գնում եմ, խնդրում եմ, թող գնամ, ես էլ թողել եմ, վատ բան ենք արել, հանցագործություն ենք արել, ինչ արել իմ Ալեքսը, իրա երազանքի պահի հետևից է գնացել, ինչը որ ես չեմ արգելել, չեմ էլ պատրաստվում արգելել, որովհետև ոչ մի վատ բան ինքը չի արել, ես այդ պահը այդպես եմ ուզեցել սիրելի հետևորդներ, ու չեմ էլ սիրում, որ ասում են դու այս ինչա կանես, դու են ինչա կանես, դու ես ես, դու են ես, ոչ, ես Հայաստանի Հանրապետության ազատ անկախ քաղաքացի եմ ու ցանկությունը իմը, միտքը իմը, ոնց ասեմ, խոսքն ու գործը իմը, այդ իմ համար, նույնը կարա լինի իմ երեխունը, ով ունի խոսքի, մտքի, շփման իրավունք, իհարկե, այսքանը ասում եմ, փորձում եմ ասել այն մարդկանց համար, ովքեր ուզում են, որ չգիտեմ ինչ անեն Ալեքսին, մի անմեղ, այսպես ասած, պարզ ու մաքուր երեխու, ով ապրում է, այս փոքրիկ, գողտրիկ, քարքարոտու, շատ, այսպես ասած, տառապանք տեսած երկրում, չի կարելի, հանդարտվեք, բաց թողեք ձեր չար մտքերը, խաղաղվեք, Աստված սեր է, խաղաղվեք Աստծով, չի կարելի, ոնց կարելի է կինը կպնի մի անմեղ երեխու, թշնամուս երեխուն չեմ անգամ կպնի, ինչ թե մնաց իմ ազգի երեխուն կպնեմ, ոնց կարելի է, հայենք, թե վայենք, հայենք, թե լեզուս չի էլ պտտվում, ասեմ ինչ ենք, չի կարելի, Աստծուց վախենացեք, անգամ ես ամաչում եմ, որ ասեմ, չի կարելի, որովհետև ես էլ ձեր նման մարդ եմ, բոլորս էլ ունենք խոսքի իրավունք, բայց անմեղ երեխուն ինձ թվում է պետք չի, ինչ որ թե փորձել նկարագրել, մի հատ բոյից բոյ հայելի ունեցեք, ես որ ունեմ, սկզբում նայում եմ ինձ, հետո ուզում եմ պիտակավորել դիմացինիս, էդ էլ եթե ուզում եմ, բայց նմանատիպ ցանկություն չունեմ, որովհետև ես ապրում եմ իմ համար, իմ ընտանիքի համար, ներսից ինձ ոչ մի բան չի փչացնում, ներսից չի պղտորում, որովհետև ապրում եմ Աստծո հովանու ներքո, Աստծով, եթե միտեղ էլ շփոթվում եմ, ասում եմ Տեր ջան, օգնի ինձ, դուք էլ փորձեք խաղաղվեք ու մի քննադատեք 13 տարեկան մի պատանու, թե մի գնացել է պարոն Փաշինյանին ա տեսնում, վաղն էլ կարող է գնա ուր, պարոն ում տենալու չգիտեմ, դեռ չգիտեմ, ինչ կա դրա մեջ, ինչում նախնդիրը խաղաղվեք, մի կում ջուր խմեք, փառք տվեք Աստծուն,
որ ապրում եք, առողջ եք, բայց էլ թողամ ձեզ։ Իսկ ընդհանուր առմամբ բոլորից հետ շնորհակալ եմ, որ այդքան շատ սիրում եք իմ Ալեքսին, ապրեք, Աստված առատապես օրհնի բոլորիդ, ու հենց այս պահին ուզում եմ տեղադրել իմ այս մենախոսությունը, քանի որ նորից եմ ասում, շատ SMS-ներ ստացա, ներողություն եմ խնդրում, չեմ կարա ես այդքանին պատասխանեմ, սիրելի հետևորդներ ջան, որովհետև իրոք չի ստացվում։ Դրա համար եկեք պատասխանեմ այս ձևով, բոլորից հետ շատ շնորհակալ եմ։ Առաջին SMS գրողը Նայրան էր, Նելին էր, Նունեն էր, շատ կային, որ չեմ կարա հիշեմ, Facebook-ս բացեմ զուտ էտա։ Մի խոսքով, ես գնամ ամուսնուս հետ զրուցելու, ընթացքում էլ այսքանը ներբեռնեմ։ Առայժմ վաղը ուրախ օր ա սպասվում, դրա համար այսօր եմ թողում, որ մեկը մյուսին չխառնեմ։